Բարև Հայեր ջան, նախքան բուն թեմային անցնելը կուզեմ մի հատ զգուշացնեմ, ով որ արդեն ծանոթ են այս ալիքի նպատակին, որ բանի ազգի միացման մեկի համախմբան թեմայով է նպատակով։ Դրա համար մի հատ սկզբից կուզեմ մի հատ բան խնդրան կա, որ հազիվ օրից մտա YouTube, այսօր լրվիկը կլուկներ կուտա, չեմ հասկնա, հաստատումներ կա ինչ, որ լայքեր տնեք, իսկ մյուսներն է, որ նոր են մտես ալիք, բաժանորդագրվին անպայման, այսինքն հետո կբաժանորդագրվի, ես կհիշեցնեմ, ձեր դուրա ես վստահ եմ, որ այս ծրագիրը շատ դուրեր կուկա, առողջ շատ ընդիր յուրահատուկ ծրագիր է, ինչպես համախմբել ազգին իր սխեմայով։ Ու այսօրվա Սենքոսկի թեմաները տեսանյութեր են, որոնք պիտի նայենք ու մեջներից ճիշտ գաղափարախոսություններ կերտա սորվել կամ ավելցնել կամ քննադատել, որտեղ որ սխալ է բան։ Ու զգուշացնեմ Սենքոսկի ես ու նորից էլի հին տեսանյութ պիտի ցույց տնեմ, որտեղ որ այդ վաղ ես ԱԺԲ-ի զոմբիներից էի, ու հիմա ես մեկ էլ զոմբիներն է բաներն եմ, մեկ էլ կուսակցություններ որ ձեր այդ ամբիցիաները զսպելով լսեք մի բաներ եք, թե այս ուժին լուսաբանեկը բան չէ, ես գաղափարախոսության համար է մեզի այստեղ որից որ ինչ-որ ճիշտ բաներ լսենք, սորվել կամ քննադատել այդ հարցով է, այդ իմաստով է։ Մանավանդ այս բանն էլ շատ վերաբերվի է Սենքոսկի բանի դոգ կուսակցության զոմբիների համար էլ որ ավելի ճիշտ կերնի, ճիշտ սիտուացիան գնահատեք, հասկանաք, որ այդ մի կբացատրեմ, զգաք որ ճիշտ բաներ է սկսեմ։ Ու մի սկսենք տեսանյութին անցնելը, հետո բացատրությունները լսելով բացատրությունները առաջ եշտանք։ Այս իրավիճակը, որը մենք ազգովի հայտնվել ենք, դեռ երկար է տևելու։ Ցավոք դա կախված է հենց ազգային մտածելակերպից, մեր հասարակությանը, հանրությանը, ժողովրդին ու ազգին պակասում է մենակ ինքնության գիտակցման վերադարձ, ուրիշ ոչինչ պետք չէ։ Ուղղակի ամեն հայ, յուրաքանչյուր հայ, ոչ միայն ազգությամբ, այլև էությամբ, վերջապես հասկանա, որ այն քարոզը, որ իրան ներարկում են, որ դու թույլ ես, որ դու անկարող ես, որ քո փոխարեն վերևներից որոշված է եւ այլն, այսա ջարդի ու իր մեջ են իր հին հայկական գենը վերականգնի, իր ինքնությունը գիտակցի, ամբողջ աշխարհը միանա մեր դեմ, ոչ մի բան անել չի կարա։ Բայց քանի մենք պարակված ենք ու դա ինձանից չի կախված առանձին, ձեզանից չի առանձին կախված, դա համայն հայությունը ամեն մեկը իր համար, իր մեջ պետք է վճռի, որ ինքը հայ է ու աշխարհում ոչ մեկ իր փոխարեն չի կարա որոշի։ Հայաստանում Հայաստանի ճակատագիրը պատկանում է միմիայն հայ ժողովրդին, ուրիշ ոչ մեկի։ Ոչ վերևից սցենարիստներ կան, ումից որ տենց վախում են, ամեն ինչ վերևներում լուծված է, որովհետև դուք լուռ եք։ Ինքնագիտակցման, ազգային ինքնագիտակցման վերադարձ ու վերականգնում է պետք։ Այո, եթե ես կամրիմ Մոլդավիա, դա չի նշանակի, որ ես հայ չեմ։ Ես Մոլդավիա ապրելով միշտ հոգով հայ եմ եղել, Հայաստանի հետ եմ եղել։ Ու մինչև օրս է, ասենք խոսքի եստեղ էլի միշտ ուղեղս Հայաստան է, ու դիք շատ սուտ խորատայար կսեն ու դեղ հաց ընդեղ կած։ Դիք ընձիպես ղաչաղ մարդկանց համար չէ, շատ ղաչաղ մարդ եմ, չեմ կրնա, ասենք խոսքի ուտեղ է եղնի, լավ է եղնի, էլի իմ ծննդավայրս, իմ հայրենիքս ինձ համար առաջի հեշտին։ Հեշտան կլա առաջ։ Վերադարձ ու վերականգնում է պետք։ Բայց աստիճանաբար կարծես արտանում է ժողովրդաներից։ Ես ուրախ եմ այդ փաստով, բայց համ էլ մի փոքր շտապողականությունից ելնելով զգում եմ, որ այդ տեմպերը չեն, որը անհրաժեշտ է, բայց էլի փառք Աստծո, ահագին մարդ սկսել է զբաղվել ինքնակրթությամբ, սկսել է ուսումնասիրել քաղաքականություն, հասկացել է, որ ոչ թե քաղաքականությունն է պոռնիկություն, այլ ցավոք այսքան ժամանակ հիմնականում պոռնիկներն են զբաղվել քաղաքականությամբ։ Պոռնիկներն են այդ բանը մտածը որ իբր ով որ քաղաքականությամբ զբաղվի է, դա պոռնիկ է, որ ժողովրդին հերու պահեն քաղաքականությունից։ Բայց դուք գիտեք, որ ով որ քաղաքականությամբ չի զբաղվել, հին Գրեչիայում անվանել են դրանց իդիոտներ, հենց իդիոտ բառը այդ բանից է դուսեք է, որ չի բաներ է զբաղվել քաղաքականությամբ, իրանց տեղը ուրիշներն են իրանց հարցերը որոշելուց է։ Մեզ որ այդ քաղաքականությամբ զբաղվելը դիք ճիշտ բան է, պոռնիկություն չէ, չզբաղվելը իդիոտություն է։ Կնաք ստուգեք իմանաք այդ բառի իմաստը, որ իդիոտ դիք հենց որ քաղաքականությամբ չի զբաղվի, դոնց են անվանը պոռնիկ։ Էքսն պոռնիկ բան, իդիոտ։
Եթե նկատել եք շատ այսպես քպական այսպես շարքերում լուրջ անհանգստություն է, մարդիկ սկսել են լրջորեն պատրաստվել առաջիկա ընտրություններին, ցուցակներ են կազմում, ցուցակներում սա տեղ գտավ, նա չգտավ, այսպես արդեն սկսվել է ներքին այդ խժդոմանքները, այսինքն ընդհանրապես այս ընտրությունները, որ սպասվում է 2026-ին, դուք լուրջ սպասելիքներ ունեք այդ ընտրություններից։ Ես առհասարակ ընտրությունների ինստիտուտի դեմ ոչինչ չունեմ, բայց յուրաքանչյուր պետական ինստիտուտ որակավորվում է ու հստակ որակավորվում է այդ պահին եղած իշխանությունների որակով։ Այսօր ընտրությունների գնալ, թե որպես տեխնացու մասնակցելու, թե որպես ընտրող գնալու, դա հավասարազոր է ուղիղ Նիկոլի հերթական հաղթանակը ապահովելու։ Հիմա այդ էլ կմանրամասնեմ, ինչ հիմքով եմ սա ասում։ Ոչ ոք երաշխիք չունի, առավել եւս տեխնացուներից, որ ինքը կարա Նիկոլին հաղթի, որովհետեւ կամ այդ տեխնացուն պետքա լինի լուսնից ընկած միամիտ մոլորված քաղաքական դաշտում, ով չի հասկանում, երբ դու իշխանությանից դու ունես առնվազն 500,000 ռեսուրս, որին հələ հասնելն է հարց։ Գումարած դրան մնացած բոլոր կեղծիքների մեթոդներն ու ամեն ինչ ասես։ Դուք ինձ հիշեցրեցիք նախորդ անգամ, երբ ես ձեր մոտ հյուր էի, անձնագրերի ներմուծման փորձի մասին։ Լավ, այդ մեկը կանխվեց։ Հիմա ես թե դուք թե ով ունի երաշխիք, որ չի կրկնվել ու հաջողությամբ չի պսակվել, որ հիմա այդ անձնագրերը չկան, որ հասկանում եք, վստահել ընտրությունների ինստիտուտին սրանց օրոք դա առնվազն նշանակում է լինել բնատուր միամիտ, անուղելի միամիտ։ Ու այն տեխնացուները, ովքեր քարոզում են ընտրություն, ինչա թե իրենց ձեն տան, Ես ասել ու նորից էլի կկրկնեմ ու կպնդեմ, անհնար է առանց հեղափոխության բանենել, ռեժիմափոխություն, հասկանաք ժողովուրդ ջան, պատկերացրեք, այս 35 տարի է ոչ թե մենակ այս 45 օրվա պատերազմի Արցախի, 35 տարի չէ եղավ այս ամեն ինչը զոհեր ծախել, թալնել, ահրելի իրանք հանցագործություններ են կատարել, հասկանաք չէ, Ինչքան զոհեր են տվել այս ծախին Արցախը նորից էլի պարտքա ավելցրեցին, հասցրին 14 միլիարդի լապեցին սախ, էլ Ալիևից փող վերցնելը, այդ բաները բացահայտի չէ, իրանք շատ դուք պատկերացնենք ինչ ահրելի հանցանքներ են գործել, դոր համար իրանք ամեն քնով պետք է աշխատին պանեն այդ ռեժիմը, որ իշխանության մնա, հանկարծ չթողնին իշխան, մենակ այդ ձևի, մենակ հեղափոխության ձևի կարել է, դոնք ով որ ասեն բան կամ պատրաստվին ընտրությունների ով կուզերն աշը բևերը ով կուզերն ինձ համար միևնույն է ես արդեն հասկացել եմ որ կուսակցություններին պետք է вообще այդ մոմենտով ոչ թե աջակցել զոմբի դառնալ կուսակցություններին այլ սեփական ուղեղով չգել ճիշտը պահանջել ամեն ինչը ու այդ էլ ես էլի կավելցնեմ որ ժողովուրդ լավ մտածեք այս մնացել է մեզ այս մեր փոքր հնարավորությունը մինչև ընտրություններ դուք չեք պատկերացնել հեմ ես կիսակ աղուտացած ժամանակ մենք էլի մեկ քիչ հնարավորություն ունենք ռեժիմափոխություններն հասկանաք եկուց օր եղավ ընտրությունները вообще օրենքները փոխեն ես միշտ կնեն էլ вообще դարձնենք բես միած սևերնի կարիայի պես ընդից հետո լարու թուրքացնեն ու վերացնեն ամեն ինչը կեստա ով հասցրա փախտել չէ ընդեղ տանջամայրնելով ես չգիտեմ էլ չեմ կնա պատկերացնել որ ասեմ ինչ կերնի հետո վադից վադը կերնի հասկանաք մեզ դոր համար ժողովուրդ ջան ես այստեղ հերո ապրելով Մալդավիա ապրելով որ ես ասենք ահագին ցեզնից ոչ վտանգավոր վիճակի մեջ եմ ինչքան որ դուք Հայաստանում գտնվելով բայց իմ ջանս կտողա հասկանաք այդ բանի համար որ մտածեմ ինչ մեծ բաների արժև կկանգնենք հասկանաք Հայաստան вообще գոյություն չունենա ոչ հայ անուն ոչ հայ արժանապատվություն ոչինչություն հասկանաք նոր համար հեշտ մեկին չհավատակ ով ինձ ձևի քարոզ կուզե տանի սուդ է ուստի բեք մանավանդ ես դոգի անունը շատ կուտամ որտեղ դոգը համակիրներ շատ ունի դոր համար ու դուք է դոգի թեմը դերեք այդ հարցերը որ դու այդ կարևոր փաստերը հաշվի չես առնի որ ընտրություններ կգովաս Չէ անհնար է, ժողովուրդ ջան, ես պետք է բերեցի կոնկրետ փաստեր օրինակներ, որ մտածեք դուք հասկանաք որ 100% դիք անհնար է, ով որ այդ բանը կսե կամ դզեք կամ չէ խաչ քաշեք վարեք այդ կուսակցությունների շեֆերի վարեկը։ Ձգտումներով իմ համառությամբ, իմ վճռականությամբ ու առհասարակ ցանկացած վտանգի վրա աչք փակելով։ Ես ապրում եմ իմ հայազգի համար, հակառակ դեպքում ինչի համար եմ ինձ այսքան ռիսկի տալի։ Որ մի աթոռի կռիվ անողն է իրան ռիսկի տալի։ Հենա սա աթոռակռիվ անողները խելոք շարանով գնում են ընտրությունների։ Ես դրանից դուրս եմ։ Ես ուզում եմ իմ հայրենիքը փրկվի, ոչ թե իմ աթոռը լինի։ Եթե ես աթոռ ուզենայի,
ցանկացած կողմից որ մեկը չեր ուզի ինպես կադր ու ձեզ թվում առաջարկ չի եղել ես պաշտոն չի որ ուզում եմ ես երկրից փրկությունն եմ ուզում իսկ դրա միակ ճանապարհը հեղափոխությունն է այս կարգավիճակում ոչ թե ընտրությունները այլ երկ չեք տեսնում չկա էլ որ տեսնեմ հավատացեք այնքան եմ վերլուծ ես լավ գիտեմ ռիսկերը ես լավ գիտեմ հիմա այսքանը որ ձեր եթերով ասում եմ ինչ հետևանք կարա ունենա այն որ ամեն օր ամեն աստծոր իմ YouTube-յան ալիքով ես խոսում եմ ասում որ հեղափոխ ես գիտեմ հետևանքը ինչ կարա լինի եւ ես թքած ունեմ որովհետեւ ինձ կարան մեկուսացնեն իմ գաղափարը ոչ որովհետեւ այսօր Փառք Հայո Աստծուն ես այնքան հետևորդներ ունեմ գաղափարի այդ նույն լույսի բանակի գաղափարը կարող նվիրալ հայերի որ ստեղ արդեն անձերի խնդիր չի ստեղ գաղափարի խնդիրն է ու չկա վստահ եղեք հեղափոխությունից բացի այլ տարբերակ չկա ես չեմ ասում մենակ մեր արածը թող ցանկացած տեխնացու հրաժարվի հիմա ընտրություններից հայտարարի ու ինքը կազմակերպի իր փորձը հեղափոխության ես առաջինն եմ իր կողքը կանգնելու հեշտ չէ հարգանքից ելնելով Եթե չեն կարող կազմակերպեն, ապա թող հրաժարվեն մեզ միանան, որովհետև չկա ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Ուղղակի չկա։ Մենք գիտակցված գնում ենք, չգիտեմ, մայիս, հունիս ամիսին այդ ընտրությունները։ Մենք գիտակցված գնում ենք վերջնական կործանման։ Որովհետև այդ ընտրությունները իրանց մեջ պարունակում են ամբողջ 2026 թիվը իր մեջ պարունակում է մեծագույն վտանգ։ Ու այդ վտանգը ոչ ռումբերն են, ոչ Ադրբեջանի հարձակումն է։ Այդ ամեն ինչը վտանգ է, իհարկե, բայց հային հիմա համոզում են, որ դու թույլ ես, որ դու չես կարա, որ դու անկարող ես, որ դու կոտրված ես, որ դու ոչ մի բան ես։ Ու մարդիկ դա հոգեբանորեն ընդունում են, ու միակ հույսը տենում են այդ ընտրության ծիտիկ դնելու մեջ, ոչ դուք հայ եք ու դուք պարտավոր եք ձեր Աստծո, ձեր պապերի, ձեր հողի գենի առաջ վերականգնվել, վերհիշել ձեր ինքնությունը ու դուրս գալ այն հայ գենին համահունչ մարտական պայքարի ոչ թե ծիտիկ դնելու այսօրվա փչացած ընտրությունների բարկա խարաբեղած ինստիտուտի օրոք մենակ հեղափոխություն ու մենակ լույսի բանակի հետ դե լույսի բանակի սկզբունքները ինձ համար ամենայն դեպս շատ ընդունելի են եւ ես ուրախ եմ որ նման ուժ կա որտեղ դա հուշում է մի բան որ ամեն ինչ չի որ կորած է տեսեք շատ է խոսվում նաև այն մասին որ առաջիկայում արդյոք հնարավոր է հայ-ադրբեջանական հարաբերություններում թեժացում եւ ինչով դա կարող է ավարտվել Կարեն ընձի մի վախեցրա ժողովուրդ ինչ էլ օրայանի մենք չենք շեղվի այս ծրագրից մենակ առաջ է պետք տանել այս ծրագիրը քանի որ ամենաճիշտ ազնիվ ծեվի ծրագիրն է ու բայց այս ալիքից հեչ մարդը չի դեմ ես չեմ բանել թե տեսել եք դու բերգե կնցիլ մի հատ նայեմ որ կոնե նման ծրագիր առաջարկող կա հետ նա մնացած առաջ է դե Եվրոմիությունն տասնյակ միլիոնավոր եվրոներ է տրամադրելու այս իշխանություններին, որ կարողանան նորմալ ընտրություններ եւ ամենակարևորը այն հիբրիդային պատերազմը, որի մասին անընդհատ խոսում են, որպեսզի մեր իշխանությունները կարողանան հաղթահարել այդ վտանգը։ Տեսեք, նախ հիբրիդային պատերազմը ինչ է նշանակում։ Նշանակում է պատերազմ առանց բաց ճակատի։ Այսինքն կիբերպատերազմ, ինչ որ sense։ Այսօր իշխանությունները այդ բառը, ես ուզում եմ հստակ յուրաքանչյուր ձեր հանդիսատես հեռուստադիտող հստակ իր մեջ ֆիքսի, որ ինչքան այս իշխանությունները ասում են հիբրիդային պատերազմը մեր դեմ, հիբրիդային պատերազմը, իրանք այդ բառով ուզում են ընդհանրապես մանիպուլացնեն իրենց ձախողումները իբր արտաքին հարձակումներով արդարացնելու համար։ Ուրիշ ոչինչ։ Որովհետև տեսեք, ցանկացած քննադատություն իրանք վերագրում են հիբրիդային պատերազմի հարձակման։ Ինչի համար, որ իրանք իրականում ձախողումը ու առողջ քննադատությունը վերածեն հարձակման, որ ժողովուրդը ասի թողեք, ժողովուրդը չէ, այսինքն իրանք զանգվածը, էլի։ Ու այն մարդիկ էլ ովքեր իրանք զանգված չեն, ասում են մարդ հիբրիդային պատերազմ ինչ է, բառ են գտել, էլի։ Հիբրիդային պատերազմը պարզ բան է, պատերազմ առանց բաց ճակատի։ Համացանցով, լրատվականներով, կեղծ էջերով, էսա։ Ու հիբրիդային պատերազմ այս 7-8 տարի է ԿՊ-ն է տանում հայ ժողովրդի դեմ իր ֆեյքերով, իր
չհիմնավորված լուրերով, իր ստերով, որ առելա սուեր ունի ռումբեր պատերազմի ժամանակ պարզում է, վայ, ռումբ չկա, հիբրիդային պատերազմով ատանում, իրանց դեմ, թե իրանք հայ ժողովրդի։ Շատ հետաքրքիր է, գիտեք, ել չեմ խոսում, տեսեք, հիմա էլ վերջերս դուք են երևի տեղյակ եք, Երևանի փողոցներում հանկարծ հայտնվում է թուրքական շտապօգնության մեքենա, պատկերացնում եք։ Շատ հետաքրքիր հարց եք տալի, շատ հետաքրքիր օր, որովհետև այն պահին, որ ես հիմա ստեղ նստած եմ, ես չգիտեմ, երբ կհեռարձակվես հաղորդումը, ամսաթիվ չեմ ասում, եթե պետք է դուք կասեք, հենց այս պահին Մեր հաղորդումը, վաղը։ Վաղը։ Այսօր ամսի 18-ն է։ Այո։ Հենց այս պահին 4 տարբեր պետական կառույցների ուղարկված են հարցումներ, տարբեր տեսակի, որ միջազգային պայմանագրի հիման վրա է, որ այդ մեքենան կարողացել է մտնի, որ բժշկի ցուցման վրա է, ու սենց լիքը բաներ, որովհետև հիմա այդ հիբրիդային պատերազմը իրանց ասած, որ սիրում են այդ բառը օգտագործել, ես չեմ սիրում, որովհետև ես բաց ճակատի մարտիկ եմ։ Իրանք պահկված, դրա համար կախվել են հիբրիդային բառից, բայց իրանց տարած հիբրիդային պատերազմը այս իրականության դեմ։ Խոսում եմ մենակ մի բանի մասին, այդ որ իրանց տարբեր ռուպորներ ու տարբեր ֆորմատներով արտահայտվում են, չեք խառնվել իրար, դա բան է, կարմիր մահիկի եսիմինչն է, դա հստակ թուրքական պետական ծառայության մեքենա է, որը հայտնվել է Երևանում։ Հիմա հարցումները կուղարկվեն տարբեր, թե ուժային, թե ԱԱԾ, թե առողջապահության նախարարություն։ Լույսի բանակի հարցումներին ոչ մեկ իրավունք չունի չպատասխանելու։ Պատասխանները կստանանք ահագին բան պարզ կլինի։ Հիմա չեք բարձել։ Այս պահին հիմա որ մենք զրուցում ենք, հարցումները ուղարկված է։ Գնում են, հասնում են տեղ։ Ստեղից իմ դուրս գալուց արդեն բոլորը տեղում կլինեն։ Բարձել։ Ու երևի մի շաբաթ կամ չգիտեմ ինչքան են ողջամիտ ժամկետ համարում, մի շաբաթից մի ամիս, վաղ թե ուշ այդ պատասխանները հաջորդ հաղորդման հանդիպման ընթացքում կարող եք ավելի լայն բացել փակագծը։ Ոչ թե ավելի լայն, ավելի հաստատ։ Մենք հետևողական ենք, հարգելի Համլետ։ Մենք այսքան ժամանակ չի եղել Լույսի բանակը որպես կազմակերպություն անի պաշտոնական հայտարարություն կամ ես անգամ ուղակի որպես անձ ու Հայաստանի քաղաքացի որպես մարդ մի բան ասեմ ու դրան հետևողական չլինենք, թողենք ականջի հետև ինչ կլինի, հենց որ Միջերուց ես ուզում եմ մեր ունկնդիրներին ասել, որ սիրելի բարեկամներ, ի տարբերություն շատ կառույցների, Լույսի բանակը միշտ ինչ որ հարց, եթե բարձրացնում է, անպայման գնում է դրա հետևից եւ փորձում է լայն բարձրաբանում տա։ Այդ ամենի համար իհարկե շնորհակալ ենք, որ դուք այդպիսի սկզբունք ունեք։ Ես եմ շնորհակալ գնահատանքի համար։ Եվ պիտի ասեմ, որ դա շատ կարևոր է։ Մարդիկ երբ են հավատում, երբ տեսնում են մարդը խոսքը ասում է, խոսքի հետևից գնում է, անում է, բերում է ներկա։ Դրա համար անկախ ամեն ինչից ուզում ես այդ Կարեն, ախր ինչ ինձ չես հեշտ լսե։ Մեմետ, շատ բաներ համարյա ճիշտ սա որնորա իմ գաղափարախոսությունից է, ու ես դեռև ամեն ինչին համարյա համաձայն եմ, բայց այդ որ առաջ ենք առանց հեշտականությամբ ժողովուրդ ջան դուք հասկացեք, թեկուզ Արայանի համակիրները միք ներեցեք ընձեն։ Դա ստացողնի ես տորմուս չեմ տա այս բանով որ դուք հանգած հուսահատվիկ եւ այլն։ Պետք է փորձեք, թեկուզ ովելորա Արայանի համակիրը չէ, էլի կողքից էսել եմ էքսպրեսի մոմենտը էտալ ճշտին աջակցել է պետք սխալին էլ դեմքերին ճղել բայց թե հեշտականությունը ժողովուրդ ջան հասկացեք որա նայեք ինքը որա վերածնունդի շարժումը ես էլի քան անգամ ասել եմ վերածնունդի շարժումը ենելուց նախ կանենելը պետք է ժողովուրդ ունենա չէ ինքը այդ քանակը չունի այսօր վարով համարը փորձեց ինչքան 5000 հոգի չհավաքման համարը ամիսներ երկու ամիսներ ինչքան էր թատրոնի տեմնեն ու հետո նորից ծևելվա Հեմի նորիստան այդ 70,000-ը ինքը 10-ից ինքսն փորձեք, բայց սենք հեշտականությունը առաջերտին համախմբել է պետք ժողովուրդին։ Առաջերտին համախմբել է պետք ժողովուրդին, որ ժողովուրդը այդ քանակը հավաքվի։ Ննդից ծրագիր է, չգիտեմ, ես ինձ չի լսե, ես իրան բանով Facebook-ով էի բաները, բնեց բլոկ դալա։ Չգիտեմ ինչ ծևի կմտածե, բայց փորձեք ժողովուրդ ջան ինքսն։ Դա ստացվի։ Ես ձեզի չեմ այդ կայնացնել այդ բանից։ Չգիտեմ, սազս եմ բանը որա, ես այդ ձև կմտածեմ, սենք թեկուս տավաճ ջան ուժ է ճիշտ որա կարգորա առաջարգեկը, պետք է դուս կալ էրտալ մասնակցել, ճշտին աջակցել,
ու սենք խոսքի են բախտե են կարեն նոր կասոցոլոգ անցած տարի տանի հապիստուս կալու օրակարգ առաջարկել էր հավաքման, հետո տեսա որ արդեն թափ կառնի, նախադու ցերեց, ինչ որ Բագրատը, բայց պես մամեն ցերվել պետք չէ, պես մամեն արդեն թող ինքը թողնի էստա, կարելի աճը ծնել, հուսաճերնել ու առաջնորդներ կգտնեցին անպայման այդ ծևի ծրագիրները առաջ տանող, ու կարելի է բանել այդ ծևի առաջ էստալ, մենք ուզեմ մի հատ ուրիշ տեսանյութ նայենք, հետո մի հատ էլի տեսանյութ կուզեմ տնեմ, որ նորա որ հավատակ էլի, որ նոր եղավ տարուց ավել է ստին զարգվիմ գեն ուժին առաջարկեմ գեն ուժին են ուժին բևերից ծել եմ պահանջեու առաջարգե, բայց այս մեկը չենք կիրարել, բայց մի սկզբից մի հատ աղջիկ կա, լսեք ինչ առողջ գաղապարով խոսացող աղջիկ է, հետո նոր մեկ էլ տեսանյութը նայենք։ Դու հայ ես ու տեսնում ես երկիրդ կործանվում է, ինչպես կարող ես ուղղակի նստել նայել կողքդ ով է կանգնելու։ Կողքիդ կանգնածը եթե դավաճանա, միևնույն է դավաճանելու է։ Բա դու ինչ ես անում տանը հանգիստ նստած։ Տանը նստելով չեն նայում ով դուրս եկավ, ով չէ, եթե դու պատասխանատու ես քո երկրի համար, եթե դու հայ ես, դուրս արի։ Դուրս արի թեկուզ նրա համար, որ քո կողքը կանգնած դավաճանի դիմակը պատրես։ Բայց մի բան արա։ Այն անտարբեր հայը այսօր ամենավտանգավոր տեսակն է, Պետրոս ջան։ Իսկ մնացածի հետ կապված, այո, շարժում պետքա ու պետքա համազգային լինի։ Ոստեղ ի վերջո մենք պիտի սովորենք տարբերակումներ չդնել։ Ով որ կուսակցությունից է, ով որ տեղից ավին ճացյալ ունի, ում հարազատը ով է։ Չգիտեմ, մեկի հոր եղբայրը, մեկի բարեկամը, մեկի ազգականը, մեկի քույրը եղբայրը, ով ինչ անցյալ ունի, ով ում հետ է նկարվել եւ այլն, ամեն անհատ իրեն համար է պատասխանատու։ Ու եթե որևէ մեկը դուրս կգա այսօր փողոց պայքարելու, դա ողջունելի է միանշանակ։ Եկեք սովորենք այդ սահմանափակումները այլևս չդնել։ Եթե շարժ պիտի ստեղծվի, ուրեմն պիտի ստեղծվի։ Ու բոլորս պիտի դրան լսեցիք, այս բանը շատ կվերաբերվի Բևերի համակիրներին, նորա այդ ալիք նոր կա Պետրոս, դիք Բևերի ալիք է։ Այդ աղջիկները լուսին են։ Լսեք ինչ առողջ գաղապար իմ ասած այդ նույն մոմենտը էքսպրեսորա էստալ Դեմկերին է պետք եղել սուդու պահանը, տունը նստելով ինչ օգուտ կուտակ։ Հեմի մի հատ էլի են հին տեսանյութը, որ մոտապես տարի առաջ էր, մեր իրական կամ ես հազիվ բաներեցի այդ ալիկով առաջարկությունների էքսպրեսի բանի, ու բանը, ու հեչ մարդ դարմից չեղավ, հմի սկզբից նայենք հետո կխոսանք։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Արեգն եմ Սադոյան, քաղաքական ակտիվիստ եւ ազգային ժողովրդավարական բևեռի սատարող եւ ընդդիմադիր նաեւ հայտնի եմ իմ ընդդիմադիր հայացքներով։ Այսօր մենք կզրուցենք մեր լավ ընկերոջ հետ, որը որ բնակվում է Մոլդովայում, Սամվել Քալաշյանի հետ, որը եւս ընդդիմադիր է եւ երկար ժամանակ է արդեն այնտեղ Մոլդովայում աշխատում է եւ հետեւում է մեր քաղաքական իրադարձություններին եւ բավականին մտահոգված է եւ հույսով ենք որ շուտով կվերադառնա եւ կմիանա մեր ընդդիմադիր պայքարին։ Այ մի հատ ողջույն Սամվել։ Ողջույն, շնորհակալ եմ ձեր հրավերի համար։ Քանի որ ընկերներ ենք մենք, եկեք դու խոսանք էլի։ Ավելի լավ։ Մի բան եմ ուզում հարցնել, մենք արդեն մի տարի ասեն շփման մեջ ենք եւ նկատել են որ մտահոգ ես այս քաղաքական անցուդարձին։ Հիմա մի հատ բան կուզենամ քեզ հարցնել էլի, օրինակ ասենք ոնց ես դու նայում, այսօր մենք ունենք մի հատ կառավարություն, որը որ իր քայլերով արդեն ապացուցել է, որ ինքը բավական հակահայ, հակազգային եւ հակապետական դիրքորոշում ունի։ Նու ասենք այնտեղ տեսել ենք մենք անգամ այս Արցախի դեպքերից հետո այս այնտեղ վերջում էլ նկատեցինք որ անգամ ցեղասպանության ինչ որ հարցն է կասկածանքի տակ դնում ոնց որ թե ասում եմ մենք պետքա ճշտենք 30-ականներին եղել է տենց այ օրինակ դու ոնց ես նայում եւ ոնց պետքա պայքարենք այս հակապետական իշխանության դեմ ոնց ես դու դրա բաները տենում էլի ճանապարհները ինչ ես ոնց ես հարցն Արեգ ջան
Անունակ ասենք խոսքի եստեղ գտնվելով չեմ Մալդավիա, բայց էլի ես ինձ անվտանգ չեմ զգա, որովհետև ասենք հայկական անուն կկրեմ, էլի ինչ որ այդ թուրքական հարձակումը կամ մեր հայերի վրա, այս քանի օրն է դեակտիվացել է բանի Սոչու ինչ խեր երգինոր կար Ակներից հետո Աբխազիան Աբխազիա արդեն թուրքերի անգժներ ընդեղից կերևարես քանի օրը արդեն Աբխազիայի հայերից են սկսել թուրքերը կապել վերացնել նույն բանը ժողովուրդը գիտեցեք որ ուր է փախնիկ այդ բանից չեք փախնի դրա համար առաջ հեշտին պիտի մենք ներսից մեր երգիրը հարցերը լուծենք ու սեն խոսքին չելորա խոսակը Նիկոլը դիքսախ հանցագործ բաներ է որի հազարներով հազար տարի օրդստծնեն էլի քիչ է Նիկոլին դրա համար մի սեն խոսքի նայեք մարդիկ որ կան օրակսեն պահանջենք SNN-ն ես օրինակ այսօրվա իշխանություններից вообще բան չունիմ պահանջելու բացի կամ ասենք բան տա հերանա էլի բացի դոնց վերացնելուց միայն դոնց հերացնել նոր իշխանություն բերվեցրի ազգային ախպերը չի մենք չունենք սկան հայերի մեջը մեխելացի մարդիկ բանորական նոր իշխանության հետո նոր պահանջենք ճիշտ է ավելի լավ չեսենք վստահելի մարդկանց տնենք որ սանք իրանց արդեն փչացրել են սոնց է ներում չկա սոնց մենակ պատճել է պետ դաժանավարի всё ու բերենք նոր իշխանություններ դրա համար սենք խոսքի եղել էր ես կոչերեցի էքսպրեսենելու մոմենտ որ ասենք խոսքի որ ուժ ելնի շավետ օրակարգով միանալ բայց սենք չթողնել էլի որա ինչ-որ բանի Բագրատի մոմենտով կողքից լուսես բերավ են նախկիներին բաներին լեցես կողքը բայց ազգային ուժերին սենք օան օրինակ համար ազգային ժողովրդական բևերը համայր ամսից ավել մասնակցեց մի անգամ դաժեն նույնիսկ ազգային ժողովրդական բևերի անդամներից գոնե մեկին բարձախոսի չտրամադրին իրանց խոսքը սետ Մենակ ինչ կապիկություններ երեցին մաղսատ որ անունը սրբազան կոչված որ ժողովրդի վերջի հավատքը սպանեն բայց էլի չի ստացվի մարդիկ կան որա մինչև վերջը ես օրինակ շատ նաստիրնի պահանջատեր մարդ եմ ինչ էլ որ անձկացնից ավել ես կուզեմ պահանջեմ այդ ձևի եմ դրա համար օրինակի համար ես խոսքի առաջ արկայություն ունիմ որա օրինակ սենք խոսքի լույսի բանակը հայտարարություն է տարածել որ մարդիկ կրանցվին 70,000 հոգի եթե կրանցվի մի օրվա մեջ է երկրորդ մեջ է եւ հավաքվավետ թիվը քանակը ժողովրդի նախադուս են գալիս ոչ թե իշխանափոխություն այլ ռեժիմափոխություն Իշխանափոխություն մեզ պետք Նիկոլին բերեն ուրիշ Նիկոլ տնեն կամ քոչը կա կեսի ռեժիմափոխություն արմատից արմատախիլ է պետք մեզի լարբետ գենել դրա համար ես ախպեր մի հատ ավելի սենք խոսքի ազնի պահանջ ունիմ ան բոլոր այս ուժերը սենք խոսքի ազգային չէ ազգային ուժերը բոլորն էլ սենք խոսքի զանգի միջոցով ինչի միջոցով է կապնվին լույսի բանակի հետ կար ազգանունը չիդեմ Կարեն Արտունա ես իրան լսել եմ շատ չոտեցում առաջ Կարենի հետ սենք խոսքի ինքը շատ Սամեն ջան մի վարքյան կեսա կներես ես Կարեն Արայանի լսեցի ինքը լույսի բանակի ոնց որ բանն առաջնորդն է ինքը շատ առողջ, շատ իսկական որպես ընդդիմություն, ոչ թե Բագրատի մասին եկեք չխոսանք, չքննարկենք իմաստ չունի, տեսեք Բագրատի անունը որ տվեցի մի բան է ուզում ասել, Հիմի ես ասեմ, տեսնեք, իմ ասացի միտքեն որա, սենք խոսքի մարդիկ վստահ եղնին ամեն ինչի վրա, սենք խոսքի այս ազգային ուժերը ոչ նախքին, ոչ ներկա
Դոնցից ոչ մեկը ոչ է Նիկոլական, այդ Շիրինյանը, գիտեք կարծեն որոնց մասին է խոսքը, որ Նիկոլ կպաշտպանեն, դոնք է դաշտում պիտի вообще Չերևան։ Հա։ Իսկ մնացած ուժերը ասենք խոսքի կան էլի, այստեղ բանը բար Հայրիկյանն չես կան Բևերի գաղափարի նման, բայց իրար հետ բանը չեն էլի, մտած մեր խմբի մեջ չեն։ Առանձին են Գուրգեն, ինչ էր ազգանունը սա չէ Գուրգենը Հա, ինքն է վատ Դագիչ Սարոխանյանը այնտեղ տարբեր էլի դաշը նույնիսկ Վարդան Ղուկասյանը տոգը սաղն է աղբեր թող ես կսեմ այդ լրի բոլոր ուժերի համակիրները ումոր կհավանեն թող ստիպեն իրանց այդ առաջնորդներին որ զանգեն միանան այդ պայքարին նախապայմանով որ բոլորին հավասար տրամադրվի առաջնորդությունը, առաջնորդեն բոլորը հերթական ու բոլոր այս կուսակցությունները թող իրանց դրոշներով կան, որովհետև գիտենանք, որն են իրական ազգասեր, որը առանցին քարոզներ կքարոզեն ատորի կռիվ կուտան։ Դիք շատ ճիշտ կեղնոր, բոլորն էլ իրանց դրոշներով ելին կան մասնակցեն։ Ճիշտ է, Արեգ ջան, ես ճիշտ բան առաջարկեմ չի լսվի։ Հա, Ես մի հատ բան ասեմ։ Տես, դու ինչ որ ասում ես ճիշտ ես ասում։ Ես բանը Կարեն Արայանի եթերները վերջի լսեցի, այնը որ ասում 100% իր հետ համաձայն եմ։ Ես շատ հնարավոր է որ ես գնամ մասնակցեմ այդ process-ներին, բայց Բագրատի անունը երբ որ տվեցի, տես օրինակ Բագրատի պահով կարամ հետեւյալն ասեմ։ Օրինակ ազգային ժողովրդավարական բևեռը բազմաթիվ անգամ Բագրատին ինչ որ բաներ առաջարկեց, ինչ որ օրակարգ, որ այդ նախկինների հարցում պետքա դրանց բան անել, ոնց են ասում, այդ ամեն ինչ վիկտիդացնել Չէ, մի րոպե ասեմ, եմ Սամվել ջան, մի րոպե, որ չեզոքացնեն, որովհետև դրանք վարկաբեկում են շարժումը։ Դրանից հետո ինքը իրանք խոսացին, որ պետքա այդ անցումային շրջանի մասին խոսալ, որ ժամանակավոր ինչ որ տեխնացու առաջարկել։ Այդ սա իրանք ծրագրերը առաջ քաշեցին, Բագրատը բացի այն, որ այդ ոչ մի ծրագիր չլսեց, հավանություն չտվեց եւ անգամ տեղել չտվեց այդ մարդկանց, որ խոսան, երբ որ ասենք Արապապյանի նման մարդը, ասենք Արապապյանի գիտես, ասենք ինֆորմացված խելացի մարդը, որին այդ Բագրատ կոչվածը տեղի չտվեց, չասես, ասես մի հատ հարգելի պարոն Պապյան, այ ճիշտ բան ես ասում, արի մերկը դու արա։ Իա որտեղ էլի Արապապյանի պես հսկային ախպեր ռոպեմ դաշը բարձրախոսի չտվեց այդ մարդը իր խոսքը սեր։ Բայց իր նպատակն ուրիշ է, դու չիմացար, Բագրատը ինքը ուրիշ օրակարգ էր առաջ տանում։ Իրան պետք էր որպեսի շեղի ուշադրությունը այն ինչ որ կատարվում է Կիրանցում եւ այդ վերջի բողոքի ցասումը, այդ էներգիան որ կա ժողովրդի լիկվիդացնի, այսինքն ցրի։ Իր նպատակն է, այսինքն առես Նիկոլին։ Այո, բայց իմ ստացա պետ էքսպրես մոմենտը, այս տալ մասնակցել ես պետ, բայց թույլ չտալ որ ուժանք ծախը լևի կայլեր կծեին էլի, այդ մոմենտին պերեններին կա, դիք սենք խոսքի բանեն է տանի սենք հակացիական պատերազմի կամիջար պունցի ճանդամ չէ, մենք այսօր վարով ես հաշվիմ գել էշ բան չունիք կործած, ամեն ինչ կործրել ենք, աղբեր ջան, արժանապատվություն, ամեն ինչ կործրել ենք, մենք կտոմ թիկեմ տեղը մնացել, դորով գտի մենք վերականգնենք ամեն ինչը, ասեցինք այդպես չենենք ու էստան կորինք ավելի ճիշտ չէ, հիմի լավ, այդ մոմենտը անցը կնացել է, լավ մոմենտ է սենք խոսքի շատ խելացի ձևով այդ կարենը առաջարկել է, որ սենք նայեք մարդիկ կան, սենք խոսքի նայ, բևերը հայտարարեք ես ինչ օրը հանրահավաք, չէ, հանրահավաք մարդիկ կուզեն կան, մարդիկ կան, որ ռեալի կուզեն կան, բայց սենք շատ զբաղված են, կսեն լավ, լես հանրահավաքը նայենք շատ եղավ ժողովուրդը, ոստիկաններն օրա ճնշում չտվեցին, նոր մեկ ելնենք էստանք ավելի շատ կեղնենք, բայց այս մոմենտը կարեն առաջարկա, շատ ընդիր վարյանտ է օրա զանգեք, կրանցվեք ժողովուրդ, եբ այդ 70,000 թիվը բան եղավ, հավակվավ,
երկրորդ օրը նախ հայտարարում ենք դուրս գալ։ Ու այդ մարդը անոքսեն խոսքի ես, չէ։ Ես կնա այդ օրվան չերտամ, բայց այդ մոմենտը որ հայտարարվա որ 70,000 լրացել է, ժողովուրդ դուրս դիքակ։ Ես արդեն կոպան գործս թողնիմ կելիմ կուկամ արդեն ճարս կդրած այդ ձևի մարդիկ կան էլի որ այն վերջին մոմենտներով կուզեն օգտագործեն դուրս կան հասկացա չէ ինչ կսեմ այդ ձև Արեգ ջան ու շատ ընդիր վարիանտ է իմ սազնել են որ զանգեն իր հետ պայմանավորվին պայման տնեն որ հավասարաչափ Այս մեր բոլոր ուժերը իրավունք ունին առաջնորդելու իրանց խոսքսելու։ Եթե չընդունեց աղբեր բանը, այդ կարենը, սեն խոսքի չընդունեց, չէ պայմանները։ Ուրեմն ինքը իրան փչացրեց։ Թող բևերն է արդեն նույն ձևի այդ հայտարարությունը տա ժողովուրդ կրանցվեք, զանգեք կրանցվեք, սկան քանակ է մեզ պետքա, օրա մենք դուրս գանք ու հաղթենք։ Որ մարդիկ ռեալի գիտենան, որ այդ օրը կուկան ու հաղթենգը, որովհետև արդեն զզվել են, մարդիկ բան կուսեն կոնկրետնի դուսկան են արդեն կնած եկան են եկյոր, կերին վրան հոգ մաշծրեն գդիկ ժողովորդին։ Օրինակ ես են կամ հանրահավաքի աղբեր, կեր ժամից ավել չեմ կրնա ոտի վրա կանգնի, մեջքս թապիգը, այդ ձև է։ Մարդիկ կան այդ ձևի սեն խոսքի ռեալնի վարիանտ կուզեն։ Ու դիք շատ ընդիր վարիանտ է առաջարկ է, եթե ինքը ատկազերա, ուրմեն ինքը պաշտոնի կրիվ է տալիս, ուրմեն վսյո, մենք արդեն ուրիշ չը, նույն ձևի հայդարություն կուտանք որա ժողովուրդ, սկան մարդ պդի հավակվի ու ընտրուվիգը բոլոր կուսակցություններին, իրանց թրոշներով, հավասարաչապ կան մասնակցեն մինչև ռեժիմա փոխություն էնելը, մինչև հաղթանակ, բոլորն է իրավունք պդի ունենան հավասարաչապ, այդ ոնդից է դա աղբեր, քարոզներ կենեն, թող այդ ընտրություններ եղավ, նայեն, ժողովուրդը ում կնդրե արդեն իշխանության կպեր է, ճիշտ է։ Բայց հիմա նայ մեծ մի հատ բան ասեմ, բայց օրինակ ինքը ղեկավարը Լույսի բանակի բանը ինքը ասեց, որ կուսակցական, եթե չեմ սխալվում, կուսակցական դրոշներ պետքա չդնենք, այսինքն միաբանվում ենք։ Բայց ինքը սխալ է, չի աղբեր, չի, սեն խոսքի, ես կամ դուք, բան, կուսակցություն է, կազմի կուսակցություն ես, մի կապ չունի, շատ ու հետևորդ ունես, թե չէ, բայց աղբեր դուք դրոշովը դիկաս, որ ժողովուրդը տեսնին, սեն կրնա անհայտ մարդ ես, բայց մարդիկ դրոշ կտեսնին, այդակրկրու եկսեր այս ինչ դրոշ է, կուսակցությունը ազնիվ էր, բանի ատորիկարիվ չեյտավ է, էլ է եկել է, ու թող ժողովուրդը բոլորի մասին է գիտենան, ճիշտ է, ու հետո սեն խոսքի այդ բաներնելուց հետո արդեն հեռուստատեսությունը կուկա մեր ձեռը, թող բոլորն է հավասարաչափ ելին իրանց քարոզները, իրանց ծրագրերը ներկայացնեն, ամենաճիշտ ձև որ ժողովուրդը արդեն հավատքը բացի, սա արդեն ժողովրդի մեջ համնակ, ամեն օր կելին քննարկում կենեն բան, բայց հարցի լուծում հեշտար չի առաջարկե, ժողովուրդը հարցի լուծման մենակ կսպասե այսօր, ամեն ինչից է արդեն զզվել է, Արեգ ջան։ Կներես մի հատ բան ասեմ։ Մեր մամենտը մետեսեմ ժողովուրդ ով գլասե թող անպայման տարածե բացադրեն նորից ցելի տարածեն որ շատ իսկական ճիշտ մամենտ է որ բաց թողնել պետք չէ այս մոմենտով կարելի է շատ արագ ձևի ամեն ինչը առաջ տանել ու հաղթել սա Արեգ ջան ինչ կուզեիր սեր Հիմա քանի որ արդեն պետք է ավարտենք Եզրափակիչ մտնա գալիս մեր հաղորդման։ Հիմա մի հատ բան ասեմ, էլի, այսինքն ես քեզ ճիշտ հասկացա։ Հիմա մենք, այսպես ասած, զորավիք ենք լինում այդ բանի Լույսի բանակի կոչին, այդ 70,000, միգուցե ավել մարդել, արդյոք չէ, արդեն պետք է։ Ես էդի գտնում եմ որ ճիշտ է, դա որտեղ ինքը ոչ մի անօրինական բան չի ասել։ Այմարդ հավաքվում ենք, այսքան մարդ գնում ենք, պրոստը կանգնում ենք զուտ։ Ասած կանգնում ենք, ախպեր ջան, հրապարակում։ Ոչ բռնություն, ոչ շեր չի արենք, ասում ախպեր ջան գնում ենք Կներես, նայ,
վերջացնեմ, չէ, մասի վերջացնեմ, գնում ենք կանգնում ենք այնտեղ ախպեր ջան, հիմա այդ ուժերը որ կան, ըստ քո ասելով, այո, ինչ որ ուժեր իսկական ընդդիմադիրների մասնակից, ոչ թե պարլամենտական, դրանք ընդդիմություն չեն, այն Շիրիմյան բան դրանք էլ չեն ընդդիմություն, այլ իսկական ախպեր Նիկոլա Գանեն է, սկզբից էսի Շիրինյանեն չու, ինչ խեր կա է պեխերով թրաշեր, ես մոռացա դուր ազգանը ինչ է, դի լիքան են այդպես։ Նույնպես ամբել։ Հիմա այս ուժերը գալիս են, միանում են եւ կարելի է ինչ որ մի հատ բան առաջարկել, դեպի դրոշներով թող գան ախպեր ջան, ասեն ախպեր ջան, մենք այս Ապայման, պարդադիշտ, դրոշներով թող գան, բոլորն էլ։ Էդիկ է ճիշտ ազնվությունը, որ սեն խոսքի ես ուժեմ, չէ, բայց այն մարդկան չեմ թաքցնել, ես ինձ առաջ գծե։ Էդիկ ազնվություն է արդեն, ախպեր։ Շատ բարի, շատ բարի։ Ամբել ջան, Ժողովուրդ ջան, մենք հայկի սերունդներն ենք, ինչ որ մեզի մեր նախնիները հետ են գծել, մեզ են թողել, մենք պատրաստ ենք որ այդ մեզի այդ թողածը մենք է պապանենք մեր երեխեքին թողնենք նավեր։ Ես օրինակ ավելին կպատասխանեմ կյանքի գնով ես պատրաստ եմ։ Ջան, ներողություն, էլի մենք ֆորմատը ընծա որ պետք է արդեն վերջացնենք։ Մի խոսքով, ես ամբողջովին քեզ հասկացա, մնում է որ իսկապես այս կոչը հասնի շատերին, ուրեմն ես sense հետեւալ հասկացա, դու կոչ ես անում որ միանան, ես էլ այո, ես էլ եմ համաձայն, հա, նու դե լավ, առայժմ այսքանը ավարտենք, դե ինչ ասեմ, շատ ուրախ եմ։ Արեք ջան, մի կացկաձե, եթե ամեն ինչ ազնվորեն է, ժողովուրդը հավատքով կորցրածը արդեն կսկսեն միանալ, ազնվորեն, ամեն ինչ ազնվորեն է պետք ենել, որ կապացիկ ժողովուրդը տեսնին, ամեն ինչը սկսեն արթնանալ։ Լավ, Սամվել ջան, եղավ, համաձայն եմ քեզ հետ, լավ, ուզում ասեմ, շնորհակալություն եմ ուզում հայտնեմ քեզ, որ կաս մեր հետ ես, դե ինչ ասեմ, շնորհակալություն, Աստված մեր հետ ի գործ։ Տեսություն։ Յա, լավ լսեցի կան հեշ բանը ինչ կար, ես այդտեղ լսի չէ, սխալ բաներ առաջարկել էի, չէ։ Ամեն ինչը ճիշտ ձևի։ Սա քեչ մի հատ բան, ասենք խոսքի չկրծավ արեգա սխալ բռներ սեր դե անես բանը դու սխալ կսես։ Ինձ այդպես չի կարելի բան։ Ինչ որ դիք էս հմի, հայ ժողովուրդ ջան, ես առաջարկեմ գա այս բանի համախմբման միացման ծրագիրը։ Դե ես էլի կոշկենեմ սիմվոլը ալիքի վրա հարցակումներ կա, լավ արագ ձևի կապար չի տարածվի, թող այդ բաների ուժերի նախագահները թեկուզ իրանք է կոչեն են, իրանց մարդկանցից տնեն, քան մադալիքս բացեն անունները չտան ու այդ իրանց մարդիկ որ կուսակցության բաներն են, պրոստը ուղղակի ելին մեկիչում քարոստանին էս համախմբման ծրագիրում մեկից իրանք է միանան, բայց հեչ բան չեն են տեսնիկ կա։ Այդպես է ես օրա ասեցի, բևերը ոչենի գերավ, ոչեն ձև օգտագործես, ոչեն ձևը, մենակ Կարեն Արայանը այդ ընթացքում կարնինել է ես լուսի բանակինտի մեջ այդ մոմենտով, բացեց այդ կլոր սեղանը, հա, ու բան էր, էլի եմ, սա կսեմ էլի, իրա ֆիքս ամբիցիաների մոմենտով, դե այս նկարը ինքը մեջտեղը նստած, նանու տերես կլոր սեղան, հետո ուզեցել էր ես նկարը լուսաբանել, նեշները վեճ ընկավ, Ընդերից է բևերի մեղն է տեղ կա, փոխանակս են դե, չէ, այդ ձևի դիք չեղավ կլոր սեղան, ես հատաղտին դու քո այդ ամբիցիաներով է դգել ես առաջ բան, ստեղ կլոր սեղանի բոլորը դի բոլորն է հավասարեղնին, դու քեզի մի տիշ կխավորի տեղը շարունակենք ու վերջ։ Չէ, գելինք մենք տարածենք օրա դու քեզի այս ձևի պահեցիր։ Բայց այդ երկուսն է մեղավոր են, չերեցին ու մի եկանք հասանք այս պրոբլեմներին, հմի այս մոմենտը լավ մտածած է Դե թող էլի օգտագործենք սեմ։ Ու թող առաջ տանին։ Ես եմ այդ չեմ ընկնի։ Пожалуйста, առանց այդ ալիքի վրա հարցակումներ նանտակ կա, то չեմ կրնա YouTube մտնիմ, то չեմ սե տեսանյութ վակա երկու եկոշ вообще չեմ կրնայ մալիկս մտնիմ, կոնե տեսանյութ տեղադրեմ այդ ձևի։ Այցն մի հարց, ինձ շատ հետաքրքրեք, ուզեմ այդ հարցը տամ։ Ու դուք եք մտածեք Մի դու կուզեք օրա անընդհատ էս բանը նույն նորությունները տարբեր ալիքներով նայելով լայքեր սխմելով բաներեք ժամանակ կորցնեք թե ձեզ ավելի հետաքրքիր է ծրագիր որ նորա մեզի հիմնա ներկայիս շատ անհրաժեշտ է
ազգին համախմբել միացնել, որ կնանանք հեղափոխություն ենք ազատվենք այս կեղտոտ ռեժիմից։ Ու բանը երկիրը հայրենիք ազատագրենք Զիբիլից։ Դրա համար ով որ ասենք կուզե բաներել այս ծրագիրը ավելի մանրամասն բաները իմանալ լրիվ իր սխեմայով մտնիկա YouTube-ի այս Alex Ալիկը դե բացեկը դեռ արդեն կա տեսանյութերը ավելի մանրամասն բացատրվի թե ի ձևի համախմբել շատ ընդիշ կատարելագործված ձևով է մտածված մտեք նայեք ու անպայման բաժանորդագրվեք ու տարածեք որ ժողովուրդը միանան ինչքան արագ միանան այնքան լավ այս ծրագիրը իրականացնելու համար շատ ընդիշ ծրագիր է մտեք տեսեք ինքներդ հետո կնահատեք լսեցիք լավ գիտեցեք որ այս էլի կսեմ Սոնք օտի մեջից այդ բանը այդպես նախ ու չեն խոսա, իրանք զարանի ծրագիրի բանը ընկել է իրանց հանգիչներին խապարեն, որ համար առաջ այդպես բաներով չեն խոսա, կովայնքը Քարոսկենային ընտրություններին իրանց ընտրել պահման ու այս ծրագիրը բանը մծնելուց հետո ես որ սկսի ծրագիրը տարբեր ուժերի առաջարկի բաների խապարեղնելով արդեն մանդրից մուղամ կբռնեն։ Հիմի մեկը դորը միջսած դի գազդակներ էր, հասկանաք որ այդ ծեվի դի գազդակները որ խապարեն իրանք փորձեր կենեն Նայն հայ չէ ինչ է Հիմի մի հատ իջսած կայզ է մեզ պետք կորա բռնգվի նոր համար կդոմ աշխուժությունը պետք կորա մեկ չեմ արագությունը ռեսկի բան է շարժումն առաջ է այս գաղափարը ամեկը ձեզ համար մտածեք կոնե ձեզ համար չեք մտածեք ձեր հարազատների համար մտածեք ինչ եմ դեռ մի շեղեք ես ինչ կարող եմ էլի ենեմ ենենք որ առաջ էստա իրականացնենք փրկենք դե ամե դե բանը Տեսանյութն եմ գտանեմ սխեման ինչ մեծ ձևը պիտի շարժվի էլի հանրային այդ կլոր սեղանը Էդե ավանդաբար ամեն տեսանյութի հետ ես միշտ եմ գվերշում որ ասենք մարդիկ կան որ այս տեսանյութը առաջի անգամ իրանց կուկա այս ալիքի տեսանյութից են հները չեն տեսել գիտենալ կոնե ու կրնակ մտնիկ ասենք խոսքի որ առաջի անգամ այս ալիքի տեսանյութը բացեք նայեք այն մեկ էլ տեսանյութերի մեջն է էլի բաներ կա կրնակ հետաքրքիր բաներ կրնիկ Դες որ վնաս չկա բացի օգուտից բացեք նայեք իսկ ուշադրեք որ ավելի ճիշտ հասկանաք որ ինչքան ազնիվ յուրահատուկ կատարելագործված սխեմայով ծրագիր է ազգին համախմբելու հեղափոխություն ունենալու ռեժիմափոխություն ունենալու շատ միակ вообще միակ իդեալնի ծրագիրով ու հեշմարտ ոչ առաջարկվել է մի անգամ ոչ է կա առաջարկող ու զգակորը իրականում ամենաուժեղ բանը առաջարկողը այս ալիկն է այս ծրագրով դե դիտեք այդ սխեման էլ այսօրվա համար ու վերջացնենք հիմի նայեք սիքսենք ժողովրդի այդ կլոր սեղանը հանրային կլոր սեղանը այսինքն ժողովրդի կլոր սեղանը սիկ դադավորն է թող դադարան նայեք այս բաժակների վերեկն է գրած է Հայրիկյան Գուրգեն Սիմոնյան Լույսի Պանագե Ուտես տարբեր ուժեր են էլի Աշա Պևերը Թոգ է Նայ իրանք պետք է ինչ որ ունին ամեն ինչ ինչ որ ծրագրեր ունին կանստեղ սա ամեն ինչ ասեն աբացուցե որ հրսամետ է չեսենք որ թուրքամետ որ արմետամետ ու տարբեր ծևի իրանք պետք է կանստեղ իրանք ճիշտ այստեղ աբացուցեն ոչ տեսենք իրանք բաների ցալիկներից ենին ասեն չդես որն է սխալը որն է սուտը ժողովուրդը չեն հասկանաք ու այդ ծևից տեղ ամեն ինչը պետք է աբացուցեն Համայնա մեծ սակ բանավեջի տեսք ունենա, ստեղ որոշվի գա, ստեղ իրանք բան կենեն, սենք խոսքի զտենք քննարկեն զտենը, որ ծրագիրն է, սենք պետք է օգտագործվի, չէ, սենք ու մոտավորապես կնասկզվից եղնի մեր 3 ձևի վարիանտ, դիք դերմիկա YouTube ալիկով բան կա, չէ, տեղ կա, տեսնավոր, դնենք բանի, քվյարգումի, ժողովուրդը քվյարգեգը, հասկացաք, ժողովուրդը քվյարգե, որ վարիանտը 3-ից Սենք առաջի տուրի մեջ է վարիանտը դուսկը չրտվի չէ հետո կեշտա երկրորդ տուրին նոր արդեն այդ երկուսից մեկը կընտրվի դրվիկը դեմերեք սյան այս ենք մենք էս կուզենք այս ծրագրով հասկացաք այդ ձևի արդեն հիմի որն էլ որ դաշը չուզե ուզած չուզած ինքը խաղից դու չմնա այս քաղաքական ուժերը արդեն ուզած չուզած բդի իրանք արդեն ընդունեն ժողովրդի կամքը հասկացաք չէ նա քիշքան ազնիվ վարիանտ կսեմ չէ Ինչ որ այն մեկը կսե ռուսն է մեր բարեկամը, մեկը կսենիկ է մեր բարեկամը, մեկը են ծևի ամեկը իրակոմը գծակտեն են բանի պես ոդանավոր պես խեց գեդինը գայլացու գորակա է ծևի բայց ստեղ արդեն այդ բանը չի անցնի հասկացա չէ այդ բանը չի անցնի արդեն ուզած չուզած իրանք պետք է բան եղնին ու հետո այդ ծևի մենք բանկեն ենք կառավարություն մի այդ ուժերը արդեն
Իրանք ասենք խոսքի որը չի մնա այստեղ, թողնի քերանա, որն էլ օրա կմնա ու դրոք կմնան կառավարության մեջ այդ ուժերը։ Հասկացաք։ Որն էլ օրա չի մնա, ուրեմն դուք դավաճան ուժեր են, այսինքն սխալ բան են իրանք ուզեց առաջարկել դավաճանական։ Չինտուվե իրանք չեն կրնատես մնա, հեչը մնան, ավելի լավ, թող թողնին երթան, մեզ պետք է օրա ճիշտ ծրագրերը, ճիշտ հայամետ բաները, ծրագրերը մնա, հասկացաք, չէ։ Հիմի նայեք, այդպես որ եղավ արդեն կուկան սաղ մեկ աղապարի ստեղ։ Կուկան մեկ աղապարի արդեն ստեղ խապել չի եղնի։ Ես 100% գիտեմ որ սենքան թողը մեկ է պար հայրիկյանը իրար հետ թշտամին։ Բայց սենք սոր խապածը սի կպրնե չի թողնի սուտ պան ստեղ խապե, նոր խապածն է կպա աբացուցե, հասկացաք։ Այդ ձևից ստեղ սուտը կվերանա։ Ու արդեն մակրվավորա արդեն իրանք ուզած արդեն կհամախմբվին։ Իրանք որ համախմբան, հաշվեք, սենք ամեն ուժի հետևից բան եղա, չէ, համակիրներ ունի ամեն ուժը իրանց քանակով։ Մեկը սենք խոսքի 5000, մեկը 10000, մեկը 3000, մեկը 30-40000 է ծևի։ Այդ մնացած ուժերի ծաղ այդ համակիրները արդեն նույնպես համախմբին կը այդ մեկ աղապարի։ Հասկացաք, եղավ որ համախմբան։ Ինչ որա ասենք խոսքի կանորա ուժերը թողին հեռացան, չէ, ասենք, որոնք խաշտախ ուժեր կամ չեկան մասնակցին նույնիսկ։ Այս բանը ժողովուրդը արդեն տեսնի կը այդ դոնց համակիրները որ իրանց ընդրած կուսակցությունը չի եկել այստեղ մասնակցել։ Զգան որ ստեղ է ճիշտը, միակ ճիշտը ստեղ է։ Իրանք արդեն նրանց բրախեն ու կան ստեղ կմիանան։ Դիք է ծև է, դիք բնազդային է դաժե։ Իրանք որ տեսան որ արդեն ստեղ շատ է ու հասկանան որ որտեղ է ճիշտը, հասկացաք։ Ու կան կմիանան ստեղ ժողովուրդին լրի այդ բաները, համակիրները։ Ու այն մնացած են խոսքի մե 50%-ն էլ օրակսեմ հեչ մեկին համակիր չեն ու հետաքրքիր չեն արդեն հուսերը կտրել են հավատները կտրելուց հուսերը կտրել չեն զբաղվեց հարցերով բան դոնցից մեկ 25%-ն են խոսքի թողերնի անտարբեր մենակուդելու համար կաբրին է դե բայց մնացած են 25%-ը 100% բանեն զբաղվում են բայց օրա հուսերը կտրածել չեն բաները տեսան որպես բան կա արդեն հասկացաք այս ծևի ճշմարիտ ազնի բան կա իրանք կսկսեն արդեն միանալ այս շարժումին հասկացաք այդ վաղ արդեն կնա միլիոններ արդեն համախմբի հասկացաք միլիոններ դաշը սպյուրտից է դասից է սա արդեն ով որ հայրենասեր է կմիանա դաշը նույնիսկ ելին կուկան Հայաստան եսել հետը ահա սկան բանը միսկան բանը լրիվ արդեն պարզ հասկացաք չէ ինչ կայֆ ազնիվ ծևի շատ ցենտր ծևի որ ու հնարավոր ծևն է ամենա ու որնորը համախմբեկը ժողովուրդին հասկացաք սկան բանը դա ուշադիր նայեք ու մի հատ շատ կարևոր ավելացում որ ասենք խոսքի այս բանը սխեման անգիր է պետք ենել որ ասենք նայեք տեսանյութից հետո դու արդեն հասկացար լրիվ ամեն այս իմաստը ինչ ծևի համախմբելը բանը չէ ու այդ դնոր անգիրեսերը նախքան ասենք եկեք քեզ ասել եմ մեկի մեկ կուզես կիսվից չէ կնաս դու արդեն իրան է բացադրես որ մարդը կարող է աշել լավ չհասկանա այն տեղ հասկացաք իրան է բացադրես հետո նոր իրան հետը կիսվից տարածել բան ու սենքնակ մարդը կարող ասենք խոսքի կասկածի տակ է ասենք եղել է խոսացել եմ այս թեմայի մոմենտով տարբեր մարդկանց հետ կսեն հա բանը լավ է ճիշտ է բայց դեմի ամեն մարդ չի կնա հավատա բան պատկերացնել բան բայց բան չկա ախպեր այստեղ նայեք դաժե որ չես հավատա որ ֆանտազիա է որ այսի ծրագիրը կարելի է իրականացնել փորձել ասենք խոսքի փորձելու համար ոչ քեզնից փողը վերցնեն ոչ կծեծեն ոչ բան չէ փորձել բան բաժանորդագրվել ու տեսնիկա իրականում եթե հավատքով ամեն ինչ եղնեցի ամեն ինչն իրականում դու կտեսնի առաջ կերտար կստասու իրականացնելը ձեզնից փորձելը մենակ այդ բաժանորդագրվելը կանցնի հնարավոր դեպքում է տարածեք որ իրականացվավ ենք համախմբելու ժողովրդին միացում այդ վաղ արդեն ժողովրդի մենտալիտետները փոխվի ուրիշ ձև կդառնան իրար թշնամի չեն յանից ձևի կազան մեկը մեկին քծել խապել հասկանաք արդեն քարոզները կտարվի այդ վաղ մեկը մեկին ավելի ազնիվ եղնին օգնող առաջապես օրա հիմիկվապես օրա ամեն ինչը փողիչը բանեն են վերածեն այսօր ասենք դունես իրան պետք եկուցե ինքն է քեզ պետք ու փողով այսօր դիգոր փող չունի չես օգնե բան չես ենե բայց մտա ձեորա եկուցե ինքը քեզ պետք յանի այնպես վաղ օրա դու առանց փողի պես եկա տարբեր հարցեր կարող հասկանաք չէ լուծեք այս հարցը այս ծրագիրը միացում ժողովուրդն միացավ իրար մեզ օրա շատ կարևոր շատ ավելի լավ ճանապարհ կտանի այս մեր ծրագիրը ամեն կողմերից ու դուք արդեն համոզվակ որ այս բլոգեր չեմ ու նորից էլի հիշեցնեմ կը փորձը չեք հավատա ֆանտազիական համար փորձեք ուղղակի փորձեք սխմեք բաժանորդագրման բանը կնոպկեն լայքենզի պետք է պրոստը ալիքը ուժեղ տեսո լայքը օրգտանեք բանը ավելի ալիքը այս տեսանյութը ավելի շատ լայն տարածում կունենա արագ ծևի ժողովրդին գաղափար այս ծրագիրը քասնի հասկնակը չէ թե չենզի լայքը պետք է դուք արդեն 100% վստահ եք որ այս բլոգեր չեմ
ու ես էլի կսեմ, դուք է բացեք, օգնեք այս ծրագրին, այս ծրագրի գաղափարը ավելի ուժեղացնենք, արագ ձևի օրա ու հասցնենք տենդրություններ իրականացնելու։ Իմ դարձը մենակ այդ օրա մենք իրականացնենք այս ծրագիրը համախմբման միացման։ Սկան բանը, հաջողություն ձեզ։